Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս ազգային ժողովրդավարական բևեռ կուսակցության պատգամավորի թեկնածու Գևորգ Սաֆարյանն է։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ պարոն Սաֆարյան հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Սաֆարյան, ասացեք ինչպես է անցնում ձեր քարոզարշավը, գոհ եք արդյոք արդյունքներից, թե ոչ։ Քարոզարշավը անցնում է խոչընդոտներով, հենց այսօր դեպի Սյունիք ուղևորվող քարոզչական մեր մեքենան, որի վրա տեղադրված են քարոզչության համար նախատեսված բարձրախոսներ, ոստիկանության կողմից առգրավվել է, տարվել է կարծեմ Վայքի ոստիկանություն, այն պարագայում, որ մեքենան Երևանում մասնակցել է բազմաթիվ ցույցերի, ոստիկանությունը բազմաթիվ անգամ ուղեկցել է այդ մեքենան եւ որևիցե խնդիր չի ունեցել։ Այսօր, քանի որ նախընտրական քարոզչություն է եւ քանի որ այդ քարոզչությունը գնում էր դեպի Սյունիք, որովհետև նույն մեքենան Երևանի փողոցներում այս օրերի ընթացքում քարոզչություն է արել, քանի որ Սյունիքը առավել խոցելի մեր ուրեմն երկրի տարածքն է, ռեժիմը նորից ոստիկանական մահակով փորձում է խոչընդոտել մեր քարոզչությունը։ Հիմնավորումը ո՞րն է եղել։ Հիմնավորումը անհեթեթ է, որ օրինակ տեղադրված են բարձրախոսներ pick-up մեքենայի վրա։ Նորից եմ կրկնում, այդ բարձրախոսները Երևանի փողոցներում նույնպես տեղադրված էին, այսինքն ակնհայտ է, որ գործողությունը միտումնավոր է եւ նպատակ ունի քարոզչությունը խոչընդոտել եւ մանավանդ Սյունիքում։ Սա միակ դեպքն է ձեր գնահատմամբ խոչընդոտման։ Չէ, քանի որ թարմ է, հիշեցի։ Այսօր, հենց այս պահին գտնվում է ոստիկանություն։ Էլ ինչ է տեղի ունեցել։ Առաջին իսկ օրերին, երբ որ հրապարակվեց մեր ուրեմն ցուցակը պատգամավորության թեկնածուների, սկսվեցին տարբեր խոսակցություններ, սպառնալիքներ աշխատավայրում եւ այլն այն մարդկանց նկատմամբ, ովքեր որ ներգրաված են այդ ցուցակում։ Պարոն Սաֆարյան, ձեր կուսակցության քաղաքական կշիռն արդյոք այնքան է, որը կվախեցնի գործող իշխանությանը, որ դուք ձևակերպում եք օրինակ ռեժիմը փորձում է խոչընդոտել եւ այլն եւ այլն։ Պետք է հասկանալ իսկ քաղաքական կշիռը ինչում է եւ վտանգը ինչում է։ Մեր քաղաքական ուժը տարիներ շարունակ գտնվում է պայքարի դաշտում, այս իշխանություններից առաջ էլ, այս իշխանությունների իշխանության ընթացքում էլ եւ նրանք շատ լավ գիտեն, որ մենք սկզբունքային մարդիկ ենք, մեզ գնելը հնարավոր չի, մեզ վախեցնել հնարավոր չի։ Եվ նրանք շատ լավ գիտեն, որ մենք ասում ենք ճշմարտությունը, իսկ ավտորիտար ռեժիմները ամենաշատը վախենում են ճշմարտությունից։ Հիշեցնեմ, որ ես ինքս Դա եմ ասում, ձեր կուսակցության կշիռն արդյոք այնքան է, որը գործող իշխանությանը կվախեցնի եւ նրանք կգնան ձեր ասած ռեպրեսիաներին։ Բանտարկվել եմ նախորդ իշխանությունների կողմից, հենց այն բանի համար, որ նաև այն ժամանակ մենք ասում ենք ճշմարտությունը։ Հենց կշիռը սրանում է, որ մենք հանրությանը ասում ենք ճշմարտությունը, իսկ ճշմարտությունից բոլոր ավտորիտար ռեժիմները վախենում են։ Սա է պատճառը, որ օրինակ դեպի Սյունիք գնացող այդ քարոզչական մեքենան նրանք տարել են ոստիկանություն, որովհետև այդ մեքենայի բարձրախոսներից ասվելու էր ճշմարտությունը։ Ո՞րն էր այդ ճշմարտությունը։ Ճշմարտությունը, եթե մենք խոսում ենք օրինակ Սյունիքի վերաբերյալ, որ այս իշխանությունների դավաճանական գործունեության արդյունքում Սյունիքը այսօր գտնվում է արդեն իսկ օղակում։ Սյունիքը այսօր ավելի խիստ օղակում է գտնվում, քան գտնվում էր Արցախը։ Ինչ օղակում։ Ադրբեջանական զորքերի։ Սյունիքի բոլոր կողմերից փաթաթված են ադրբեջանական զորքերը եւ Ադրբեջանը ընդամենը սպասում է համաշխարհային քաղաքականության մեջ հարմար պահի, որ ներխուժի Սյունիք։ Եվ այսօր Ադրբեջանը ընդամենը մեկ հրետանային միջոցով կարող է փակել Սյունիքի միակ ճանապարհը եւ Սյունիքը կտրվի Հայաստան։ Այսպիսի ծանր վիճակում իշխանությունները նաեւ այցելելով Սյունիք խափում են սյունեցիներին եւ ամբողջ հայ ժողովրդին խաղաղություն բառով։ Եվ քանի որ մենք բացատրում ենք արկա իրողությունները եւ բացատրում ենք արկա վտանգները, իշխանությունը գնում է նման ռեպրեսիվ գործողություններ։ Լավ, պարոն Սաֆարյան, ձեր քաղաքական ուժը այն ուժն է, որի որոշ անդամներ այս օրերին գտնվում են բանտերում եւ ինքներդ ձեր գործողությունները ժամանակին էլ հիմա էլ բացատրում եք այն բանով, որ երկիրը հասել էր ծայրահեղ վիճակի, դրա համար էլ գնացիք ապստամբության նախկին իշխանությունների օրոք։ Ինչու հիմա հասարակությունը ձեզ պետք է վստահի պետական անվտանգության հարցերը։ Որովհետև մենք գնացինք ապստամբության եւ Արցախը 2016 թվականին չհանձնվեց։ Հիշեցնեմ, որ թե նախկին իշխանությունները եւ թե ներկա իշխանությունները ընդունել են այդ հանգամանքը, որ 2016 թվականին իշխանությունները պատրաստվում են հանձնել Արցախը, սակայն հենց Սասնա ծռերի ապստամբության գործողության հետևանքով նրանք դա չկարողացան անել։
Ինչի պետք է հանրությունը վստահի մեզ, որովհետև մենք դեռ այն ժամանակ նաև 2018 թվականից հետո զգուշացնում ենք, այսինքն մենք ի տարբերություն այս իշխանությունների ունակ էինք իրականացնել քաղաքագիտական վերլուծություն եւ զգուշացնել, որ սպասվում է պատերազմ։ Անկամ մենք այդ պատերազմին անուն էինք տվել Արցախի աբխազացում։ Մենք զգուշացնում ենք, որ Ռուսաստանը հրահարելու է պատերազմ, զորք է մտցնելու Արցախ եւ Արցախը հանձնելու է Ադրբեջանին։ Անկամ մենք դա զգուշացնում ենք հենց Արցախից։ Իմ ելույթը օրինակ Արցախում այսօր համացանցում տարածվում է եւ բազմաթիվ մարդիկ այսպես զղջումով ասում են, թե ցավոք մենք այս մարդկանց չլսեցինք։ Այսինքն առաջին կետով մենք ունակ ենք կատարել նման քաղաքագիտական վերլուծություններ։ Երկրորդը դուք խոսեցիք Սասնա ծռերի ապստամբությունից, այսինքն այն նվիրական գործողությունից, որ մարդիկ վտանգեցին սեփական կյանքը հանուն մեր ազատության եւ հանուն Արցախի պաշտպանության։ Պետության դեմ զենք բարձրացեցիք, պարոն Սաֆարյան։ Պետության։ Պետք է հասկանալ իսկ ինչ է պետությունը։ Պետությունը դա ժողովուրդն է։ Իսկ ժողովրդի իշխանությունը զավթած, ժողովրդին մարտի 1-ով ջարդած, ժողովրդի նկատմամբ ռեպրեսիվ գործողություններ կատարող իշխանությունը դա ժողովուրդ չէ։ Բայց որ պահից է բռնությունը քաղաքական գործիք համարվում։ Բռնությունը քաղաքական գործիք է եղել մեր պատմության ընթացքում միշտ։ Դուք դա արդարացնում եք։ Մենք չենք արդարացնում եւ մենք բռնատիրության դեմ զենք ենք բարձ, այսինքն ձեր ասած բռնության դեմ ընդվզել ենք եւ զենք ենք բարձրացրել։ Պետության դեմ, պարոն Սաֆարյան։ Պետությունը չէ, պետությունը զավթած իշխանության, որը զավթել է պետական իշխանությունը, ընտրություններ կեղծելով, մարտի 1-ներով, 50%-ներով, մարդկանց ծեծ ու ջարդով, ես ինքս նույն ժամանակահատվածում բանտում էի։ Անհեթեթ, ծիծաղելի տոնածառի գործի պատրվակով, այսինքն մի շարք քաղաքական բանտարկյալներով իշխանությունները զավթել էին հայ ժողովրդի իշխանությունը եւ մենք այսօր ինչ ունենք բռնատիրության դեմ զենք բարձրացրած հերոսները այս իշխանությունների օրոք բանտարկվել են։ Եվ մի հարց է առաջանում. կամ նախկին իշխանությունները բռնատիրական էին եւ ավտորիտար եւ նրանց դեմ գոյություններ ապստամբության իրավունք, կամ եթե նախկին իշխանությունները իրավական են եւ ժողովրդավարական, ուրեմն այսօրվա հակաիրավական գործընթացի մեջ եք ներքաշվել, դուք հակաիրավական գործողություններ եք իրականացրել։ Ապստամբության իրավունքը ինչպես է հակաիրավական։ Ապստամբության իրավունք, իրավական է։ Պարոն Սաֆարյան, հաշվի առնելով, որ դուք արդեն մեկ անգամ իրականացրել եք նման գործողություն եւ հիմնավորել եք, որ երկիրը ծայրահեղ վիճակում է եղել եւ դա է բերել ապստամբության։ Եթե վաղը կրկին նման գնահատական տակ դուք ձեր քաղաքական ուժով, որ հիմա էլ է երկիրը հասել ծայրահեղ վիճակի, արդյոք կրկին չեք բացառելու նման բռնի գործողությունները։ Շատ կարևոր է հասկանալ, որ ապստամբության իրավունքը մենք չենք սահմանել։ Ապստամբության իրավունքը սահմանված է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով։ Ապստամբության իրավունքը սահմանված է այնպիսի իրավական պետությունների իրավաքաղաքական փաստաթղթերով, ինչպիսի Ֆրանսիան է, ինչպիսի Ամերիկայի Միացյալ Նահանգներն են։ Եվ շատ հետաքրքիր է ԱՄՆ-ի դիրքորոշումը, որը ասում է, որ հանրությունը պետք է զենք ունենա, որ եթե ինչ-որ մի օր իշխանությունները ոտնահարեն այդ հանրության իրավունքները, եւ հանրությունը օգտվելով իր ապստամբության իրավունքից դուրս գա իշխանության դեմ, այնպես չստացվի, որ իրավախախտ իշխանությունը լինի զինված, իսկ իրավատեր հանրությունը մնա անզեն։ Այլ բառով ասենք, ԱՄՆ-ի սահմանադրությունը սահմանում է, որ քաղաքացիները պիտի զենք ունենան, որ ապստամբելուց գնդակահարեն ոստիկաններին։ Սա է ապստամբության իրավունքը ամբողջ աշխարհում իրավական պետությունների կողմից ընդունված, այսինքն դուք փորձեցիք ասեք, որ գնահատականը մերն է, մերը չի, իրավական պետությունների։ Դե տեսեք, դուք դա որակում եք ապստամբություն, կան նաև գնահատականներ եւ կարծիքներ, որ դա ահաբեկչություն է։ Այ երբ որ այդ գնահատողներին ամեն մեկն իր տեսակետն ունի։ Ոչ, տեսակետները պետք է հիմնավորվեն իրավունքի տեսանկյունից։ Այ եթե դուք նմանատիպ գնահատականներ տվողներին այստեղ կհրավիրեք իմ հետ բանավեճի, կտեսնենք, թե որն է իրենց արգումենտներն ու հիմնավորումները։ Իմ հարցին գալով, պարոն Սաֆարյան, եթե կրկին գնահատեք, որ օրվա իշխանության օրոք կամ ներկա պահին երկիրը էլի ծայրահեղ վիճակում է գտնվում, դուք նորից կգնաք նման գործողությունների, թե ոչ։ Այսօր էլ է գտնվում ծայրահեղ վիճակում, սակայն երկրում ապստամբություն իրականացնել մի քանի տասնյակ մարդիկ չեն կարող։ Ես ձեզ հիշեցնեմ, երբ որ Սասնա ծռերը մտան ՊՊՑ գունդ, տասնյակ հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց եւ ասեցին մենք Սասնա ծուռ ենք։ Բայց որի հետևանքով նաեւ մարդիկ մահացան։ Իսկ քանի մարդ մահացավ ֆրանսիական հեղափոխության հետևանքով։ Ֆրանսիայի բնակչության կեսը,
Քանի մարդ մահացավ, երբ որ Իսպանիայում հեղափոխություն էր տոտալիտար իշխանության դեմ Ֆրանկոյի։ Եվ իդեպ այդ ապստամբությունը ուրեմն հաջողության չհասավ։ Այսինքն, եթե մենք խոսում ենք զինյալ ապստամբության մասին, մենք հասկանում ենք, որ այնտեղ լինում են կորուստներ, իսկ քանի մարդ փրկվեց։ Չէ՞ որ այն ժամանակ փորձում էին Արցախը հանձնել։ Հիմա իմ հարցին կանեիք նույն գործողությունը, հա, բայց դուք միտք արտահայտեցիք, արձագանք եմ այդ մտքին, ուրեմն քանի մարդ փրկվեց։ Չէ՞ որ թե նախկին թե ներկա իշխանությունները ընդունեցին, որ Սասնա Ծռերի գործողությունը կանխեց Արցախի պատերազմը։ 5000 մարդու կյանք են փրկել Սասնա Ծռերը։ Ինչ վերաբերվում է այսօր գործողությանը կատարելու։ Նայեք, ապստամբությունը ինքը պետք է գտնի այդ արձագանքը, ինչի մասին ես խոսեցի, երբ որ տասնյակ հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց եւ ասացին մենք Սասնա Ծուռ ենք։ Երբ որ BBC-ն Երևանի փողոցներում 3 օր փնտրել էր որևիցե մեկին, որը կդատապարտեր այդ գործողությունը, սակայն այդպիսի մարդ չէր գտել։ Ինչ վերաբերում է այսօր հասարակությունը չի գտնվում նման հոգեվիճակում, նաև իհարկե պատերազմում չափազանց ծանր կորուստ ունենալու հետևանքով չի գտնվում այդ վիճակում, մենք պիտի հասկանանք, որ մի ամբողջ սերունդ գլխատվեց եւ մարդիկ չափազանց վախի մեջ են գտնվում այսօր եւ հասարակական արձագանքը այսօր չի լինելու նույնը։ Լավ, գանք այլ հարցի, պարոն Սաֆարյան, որ հասցնենք շատ հարցերից խոսել։ Հայաստանի պաշտոնական իշխանությունները հայտարարում են, որ Արցախի հարցը փակված է, գնում են Ադրբեջանի հետ խաղաղության եւ մտածում են, որ դրա վերաբացումը կարող է բերել պատերազմի։ Մինչդեռ դուք ձեր քաղաքական ուժը առաջ է տանում Արցախը Հայաստանին միացնելու օրակարգ։ Սա արդյոք պատերազմի սցենար չէ։ Նայեք, պատերազմի սցենարը արդեն մենք այստեղ խոսեցինք, թուրքական զորքը փաթաթել Սյունիքի պարանոցի։ Նորից եմ կրկնում, Սյունիքը այսօր արդեն գտնվում է օղակի մեջ եւ Ադրբեջանը ցանկացած պատեհ, անպատեհ առիթ եւ համաշխարհային քաղաքականության մեջ իրավիճակ օգտագործելու է կամայական, ուրեմն փաստաթուղթ ստորագրելու կամ չստորագրելու պայմաններում։ Օգտագործելու է եւ երկու կողմից ներխուժելու է Սյունիք։ Սյունիքի այդ պարանոցը այնտեղ որոշ հատվածներում 30 կիլոմետր է։ Չկա որևիցե ռազմագիտական մեթոդ 30 կիլոմետր պարանոցը բոլոր կողմերից հակառակորդի զորքով փաթաթված պահելու։ Այսինքն, եթե մենք համաձայնվում ենք այդ թե ինչի ենք մենք դրան համաձայնվում, ես չգիտեմ, այդ սովետական Ադրբեջանի կամ սովետական Հայաստանի տարածքներին, իդեպ սովետական Ադրբեջանը իրեն չի ճանաչում սովետական Ադրբեջանի իրավահաջորդ։ Բա ո՞ր Հայաստանի տարածքներին համաձայնվենք։ Հայաստանի Հանրապետության։ Դա ո՞րն է։ Այսպես կոչված առաջին։ Մենք ասում ենք, որ գոյություն է ունեցել առաջին հանրապետություն, հետո ինչ որ չգիտենք ինչ է եղել, եւ գոյություն է ունեցել երրորդ հանրապետությունը։ Եվ հարցը առաջանում, բայց երկրորդն ուր է։ Ուր է Հայաստանի երկրորդ հանրապետությունը։ Չկա։ Սովետական Հայաստանը կամ սովետական Ադրբեջանը դրանք առանձին պետություններ չէին։ Դրանք սովետական միություն կոչվող մեկ պետության վարչական տարածք էին։ Ինչպես օրինակ այսօր Չեչնիայի հանրապետությունը, այդպես է կոչվում, Ռուսաստանի Դաշնության վարչական տարածք։ Բայց այդ պետությունները հետո անկախացել են սովետական սահմաններով։ Ադրբեջանը, ինչ 18 թվականի Հայաստանի սահմանները Ադրբեջանը եւ Վրաստանը սահմանադրության մակարդակով իրենց ճանաչել են 20 թվականի հանրապետության իրավահաջորդ։ Հայաստանը չգիտես ինչու անհասկանալի պատճառներով չի գնացել այդ ճանապարհով, ինչպես իր հարևաններն են գնացել։ Եվ Ադրբեջանը ոչ միայն չի ճանաչել իրեն սովետական Ադրբեջանի իրավահաջորդ, այլ սահմանադրության մակարդակով հայտարարել է, որ Ադրբեջանի խորհրդայնացումը եղել է օկուպացիա։ Եվ այսպիսի պայմաններում Ադրբեջանը այսօր պլացդարմներ է կառուցում Սյունիքի պարանոցի 4 կողմը եւ ցանկացած համաշխարհային իրավիճակ, երբ որ ցանկացած պահի թույլ տվեց, նա մտնելու է Սյունիք։ Ինչպես նաեւ նա մտնելու է Գեղարքունիք։ Ադրբեջանի վարելահողերը չորանում են եւ սա պաշտոնակպես Լավ, հիմա եթե դուք առաջ եք քաշում, պարոն Սաֆարյան, սա շատ կարևոր մեր հանրությանը տեղեկացնելու, շատ չէ դուք ասացիք, որ իշխանությունները գնում են խաղաղության։ Այո, իշխանությունը գնում է խաղաղության, ասում է, եթե մենք Արցախի հարցի վերաբերյալ խոսենք կամ այդ հարցը բարձրացնենք, դա հղի է վտանգով պատերազմի։ Դուք ասում եք, առաջ եք տանում, որ Արցախը պիտի միացվի Հայաստանին։ Այո, եւ բացատրում եմ ինչու։ Հիմա ես դա եմ հարցնում։ Արդյոք այս հարցի վերանայումը վերցնել դնելը չի հանգեցնելու պատերազմի։ Նախ առաջինը ձեր հարցի մեջ արկա պնդումը
որ իշխանությունները գնում են խաղաղության։ Իրենք ասում են, մենք գնում ենք խաղաղության։ Ես հանրությանը բացատրում եմ, որ իրենք խափում են, որը եւ հանդիսանում է հիմնավորում մեր դիրքորոշման։ Իրենք խափում են հանրությանը, արդեն Սյունիքի մասին բացատրեցի, նաեւ Գեղարքունիքի հատվածում, նախ այդ դավաճանական նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո, որը այդպես էլ չգործեց եւ մեր ռազմագերիներն ու պատանդները գտնվում են Ադրբեջանում ու Ադրբեջանը չի հանձնում, սակայն այդ պայմանագրով առանց մեկ կրակոցի այս իշխանությունները հանձնեցին քարվաճառը։ Ադրբեջանական զորքը այսօր Սոտքի մոտ կառուցել է պլացդարմ։ Հարցը առաջանում այդ պլացդարմը որ ուղղությամբ հարձակվելու համար է։ Հարձակվելու են Սևանի վրա։ Իրենք պաշտոնական մակարդակով բազմաթիվ անգամ հայտարարում են, որ իրենց վարելահողերը չորանում են։ Իսկ գլոբալ տաքացման արդյունքում ավելի են չորանալու։ Եվ Ադրբեջանը այն պետությունը չի, որ քթի տակ ունենա Սևանա լճի նման մեծ քաղցրահամ ջրի ամբար եւ չմտնի գրավելու այն եւ տեսնի ոնց են իր հողերը երաշտի մեջ։ Այսինքն Ադրբեջանը պատրաստվում է մի կողմից ներխուժել Գեղարքունիք, մյուս կողմից ներխուժել Լավ, հիմա եթե դուք ասում եք, որ Արցախը պիտի միացվի Հայաստանի, սա պատերազմական սցենար է, թե ոչ, պարոն Սաֆարյան։ Մենք ինչ ենք ասում։ Պատերազմական սցենար չէ։ Ոչ, մենք ինչ ենք ասում։ Մենք ասում ենք, որ ի տարբերություն իշխանությունների, մենք չպիտի ճանաչենք սովետական Հայաստան եւ սովետական Ադրբեջանի իրավահաջորդությունը։ Պետք է ճանաչենք Հայաստանի առաջին եւ միակ հանրապետության իրավահաջորդությունը։ Պետք է ճանաչենք Արցախահայության վերադարձի իրավունքը, որը ընդամենը կարճ ժամանակ առաջ եւս մի անգամ Եվրոպական խորհրդում ճանաչվեց, իսկ սրան ի պատասխան Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ մենք պիտի հրաժարվենք այդ իրավունքից։ Եվրոպական խորհուրդը ասում է, որ այս մարդիկ իրավունք ունեն վերադառնալու, մենք ասում ենք ոչ, պիտի հրաժարվենք։ Իսկ մենք չենք ասում, Հայաստանի վարչապետն է ասում։ Մենք պիտի պաշտպանենք այս իրավունքը, այդ թվում է։ Այսինքն Նախիջևանի եւ Լեռնային Ղարաբաղի վրա մեր իրավունքը պիտի պաշտպանենք, դրա մասին եք դուք խոսում։ Տվյալ դեպքում, որ ես ասացի եվրոպական, եթե երբ որ ես ասացի եվրոպական խորհուրդը ճանաչել է վերադարձի իրավունքը, դա Արցախահայության ցեղասպանության արդյունքում Արցախը լքելու հետևանքով այդ իրավունքը ձևավորվել է եւ այդ մարդիկ իրավունք ունեն վերադառնալու։ Ինչ վերաբերվում է տարածքների նկատմամբ իրավունքին Հայաստանի Հանրապետության, ապա այո, Հայաստանի Հանրապետության տիտղոսը միջազգայինորեն ճանաչված է առաջին հանրապետության տարածքներով եւ միջազգայինորեն չի ճանաչված սովետական Հայաստանի տարածքներով, քանի որ սովետական Հայաստանը միջազգային հարաբերությունների սուբյեկտ չէ։ Լավ, պարոն Սաֆարյան, դուք ասում եք, որ Արցախը Հայաստանի մաս է եւ նաեւ ձեր թիմակիցներից մեկը ասում էր, իդեպ մեր եթերում, որ պետք է ճանաչել Արցախի տիտղոսը որպես վիճելի տարածք, ձևակերպումը։ Այո, այդպես է ձևակերպումը արել ձեր ցուցակի առաջին համարը։ Վիճելի տարածք, նայեք։ Որպես վիճելի տարածք, թույլ տվեք հարցը վերջացնեմ։ Մի կողմից դուք ասում եք մեր իրավունքն է, այսինքն Արցախի տիտղոսը մեր իրավունքն է։ Հետո ասում եք, որ պետք է միջազգային հարթակներում դեռ մի հատ էլ հասկանանք ի վերջո ումն է Արցախ, այսինքն տիտղոսը հասկանանք։ Մենք չենք ասում, որ ձեր թիմակից ասել է որպես վիճելի տարածք։ Ես երկու հարց եմ ձեզ այստեղ ուզում տալ։ Ներողություն։ Նախ, որ Արցախի հարցը երբևէ տարածքային վեճ չի եղել։ Հիմա դուք փորձում եք Արցախի տիտղոսը այս տեսանկյունից դիտարկել, եւ երկրորդը, դուք եթե արդյոք ձեզ համար հստակեցրել եք ի վերջո Արցախը մերն է, այլ միջազգային հանրության միջոցով ո՞նց է Արցախի տիտղոսը հասկանալու։ Բացատրեմ, որովհետեւ հասկանալու բան չկա, նորից եմ կրկնում, միջազգային հանրության կողմից Հայաստանի Հանրապետության տիտղոսը Արցախի նկատմամբ արձանագրված է։ Որտեղ։ Միացյալ Ազգերի նախ արձանագրված է Ազգերի լիգայի կողմից, որը հանդիսանում է Միացյալ Ազգերի կազմակերպության իրավանախորդը։ Ազգերի լիգա էլ չկա։ Այդ եմ ասում, իրավանախորդը եւ այդ փաստաթղթերը փոխանցել է իրավահաջորդին Միացյալ Ազգերի կազմակերպությանը եւ այդ քարտեզը մինչ օրս գտնվում է Միացյալ Ազգերի կազմակերպության փաստաթղթային արխիվում։ Այսինքն սա շատ հստակ է, որ միջազգայինորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության հանրապետությունը եւ իր տարածքը դա այսպես կոչված առաջին հանրապետությունն է եւ միանշանակ է, որ սովետական Հայաստանը իր տարածքով միջազգայինորեն չի ճանաչվել։ Ինչ վերաբերվում է վիճարկման, որևէ աշխարհը ճանաչում էր, որ Արցախը Հայաստանի մաս է։ Ինչ վերաբերվում է արդեն պրակտիկ, այո։ Աշխարհը ճանաչում էր, որ հիմա կարծեմ։ Բայց պատերազմի ընթացքում հիմա արձանագրեմ իշխանությունների Մինսկի խումբը ինչի համար էր աշխատում, հիմա արձանագրեմ այդ իշխանությունների դավաճանական գործընթացի հետևանքն է ձեր ասածը։ Նայեք, Արցախում բնակվող բոլոր անձինք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Բոլորը անխտիր։
եւ այդ մարդիկ Հայաստանի Հանրապետության կողմից հաշվառված էին, կամ ինչպես մեր ժողովուրդն է ասում, գրանցված էին Արցախի տարածքում։ Հայաստանի Հանրապետությունը իր քաղաքացուն կարող է գրանցել բացառապես իր տարածքում։ Եվ ահա այս անձնագիրը, որտեղ որ գրված էր, որ անձը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, հաշվառված է օրինակ Ստեփանակերտ քաղաքում, այդ մարդը վերցնում էր եւ գնում էր աշխարհի որևիցե հատված։ Եվ ոչ մեկ քեզ իրեն չէր ասում, գիտես ինչ կա, Ստեփանակերտը Հայաստանի Հանրապետության տարածք չի, ինչ անձնագիր ես բերել։ Քանի որ բոլորը դա ընդունում են։ Եվ սա է նաեւ պատճառը, որ նայեք այսօր Եվրոպական միությունը Լեռնային Ղարաբաղը չճանաչված պետություն էր, պարոն Սաֆարյան։ Այ ինչու էր այսպիսի պայմաններում Արցախը, նախ Ղարաբաղ չի, դա թուրքական անուն է, Արցախը գտնվում այսպիսի բանակցային սեղանին եւ իդեպ Հայաստանն էր այդ բանակցությունները վարում, որովհետեւ Հայաստանը ամեն կերպ ամրագրում էր Ադրբեջանի մոտեցումը։ Ադրբեջանը չճանաչելով իրեն սովետական Ադրբեջանի իրավահաջորդ, պահանջում էր Արցախը ըստ սովետական քարտեզի։ Լավ, պարոն Սաֆարյան, իմ հարցին գալով, եթե դուք հստակ գիտեք, որ Արցախի տիտղոսը պատկանում է Հայաստանին, ել միջազգային հարթակներում ո՞նց եք գնում, որ հստակեցնեք, ի վերջո Արցախի տիտղոսը ում է պատկանում։ Եվ այն էլ ձևակերպում եք տարածքային մեջ կարգավիճակով։ Կներեք, հստակեցնելու հարց միջազգային հարթակներում չկա, կա ներկայացնելու հարց։ Ճիշտ պետք է տերմինների կիրառել։ Մենք ներկայացնելու ենք միջազգային հանրությանը։ Որ միջազգային հանրությանը։ Օրինակ ՄԱԿ-ի, հենց նույն ՄԱԿ-ի արխիվից հանելու ենք փաստաթուղթը եւ դնենք ՄԱԿ-ի դիմաց։ Այսինքն միջազգային հանրության կողմից իր իսկ կողմից ստորագրված բանաձևեր կան։ Ոչ ի օգուտ Հայաստանի։ Ինչ բանաձևերի մասին է խոսքը։ Ինչ բանաձևեր կան։ Չգիտեմ դուք ինչի մասին եք խոսում, բանկում բազմաթիվ բանաձևեր են ընդունվել։ Համենայն դեպս ոչ Հայաստանի օգտին բանաձևեր կան։ Եվ օգտին եւ որ բանաձևի մասին է խոսքը, եթե դուք հստակեցնեք, ինչ բանաձևի մասին է խոսքը։ Ադրբեջանի օգտին ինչ բանաձևեր կան ՄԱԿ-ում։ Չգիտեմ ինչի մասին է խոսքը։ Դուք եթե գիտեք, հստակ ասեք, ես հստակ պատասխանեմ։ Ես ուզում եմ դուք հստակ պատասխանեք հետեւյալ հարցին։ Եթե տիտղոսը արդեն դուք այո, Հայաստանինն է։ Ասում եք Հայաստանինն է։ Ել միջազգային հարթակներում ինչ եք ներկայացնում ճշտելու համար։ Ճշտելու համար չէ, ներկայացնելու համար։ Ինչու եք դա ներկայացնում այն կերպ, որ աշխարհը Լեռնային Ղարաբաղը ճանաչում էր միանշանակ Հայաստանի մաս, այդ դեպքում ինչ էին անում բանակցությունները, իսկ խմբովով պատասխանը այդ հարցին։ Ինչ էին անում։ Այդ չեք թողում այդ հարցին պատասխանեմ։ Հայաստանի Հանրապետությունը, որը Մինսկի խմբում, ՄԱԿ-ում պիտի ներկայացներ այս փաստաթղթերը, որը հենց նույն ՄԱԿ-ի արխիվում են, չէր անում դա։ Չէր անում եւ Հայաստանի իշխանությունները ասում էին Ադրբեջանը հայտարարում էր, որ Արցախը Ադրբեջանի տարածք է, իսկ Հայաստանի իշխանությունները ասում են այո, Ադրբեջանը ճիշտ է ասում, բայց թող ճանաչի, որ իր տարածքում գտնվող էթնիկ փոքրամասնությունը ինքնորոշվել է։ Այս ճանապարհը բերեց Արցախի կործանմանը եւ մենք սա զգուշացնում ենք միշտ։ Եւ նաեւ զգուշացնում ենք այս իշխանությունների օրոք։ Լավ, մեկ այլ հարցի գալով, պարոն Սաֆարյան, ձեր քաղաքական թիմի անդամներից կամ ներկայացուցիչներից մեկը հայտարարում է, որ արցախցիների վերադարձի իրավունքը պետք է ապահովի միջազգային խաղաղապահների ներքո։ Ճիշտ է։ Ես պետք է ձեզնից խնդրեմ հստակեցնեք, դուք նախ որ խաղաղապահների նկատի ունեք, եթե այդ կերպ եք պատկերացնում, եւ նաեւ վերադարձի միջազգային վերահսկողությունը, մարդիկ ինչ կարգավիճակով պիտի լինեն ներկայում Լեռնային Ղարաբաղում, եթե դուք պաշտպանում եք վերադարձի իրավունքը, չնայած մտածում եք, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է, բայց վերադարձի իրավունքի մասին եք խոսում։ Իսկ ինչն է այդտեղ հակասում իրար։ Այդ մարդիկ ինչ կարգավիճակով պիտի լինեն այնտեղ։ Ինչ կարգավիճակով։ Հայաստանի քաղաքացիների կարգավիճակով, Ադրբեջանի անձնագրերով։ Ինչ կարգավիճակով, որ այնտեղից դուրս են եկել։ Մենք խոսում ենք, չէ՞, վերադարձի իրավունքի մասին, այսինքն վերադարձի իրավունքը պահպանում է այն։ Դուք առաջինը Լեռնային Ղարաբաղն եք վերադարձնելու, միացնելու Հայաստանին, թե արցախցիներին եք վերադարձնելու, հետո վերադարձնեք Արցախը։ Չխառնենք բոլոր հարցերը։ Երբ որ մենք միջազգային հանրություն, ես նորից շեշտեցի Եվրոպական խորհուրդը, իր բանաձևում, իդեպ բանաձևը վերաբերվում էր Հայաստանի Հանրապետությանը, ոչ Ադրբեջանին։ Հայաստանի Հանրապետությանը վերաբերվող բանաձևում Եվրոպական խորհուրդը Արցախ վերադարձի իրավունքի մասին է խոսում։ Սա եւս մի ուրեմն մտածելու հարց, թե ինչի այդ բանաձևը գրված Հայաստանի Հանրապետության մասին, եթե մենք համարում ենք, որ Արցախը Ադրբեջանի տարածք է, մենք համարում ենք իրենք ոչ։ Վերադարձի իրավունքը վերադարձնում է մարդկանց իրավունքը իրենց ունեցվածքի նկատմամբ։
Մարդկանց կարգավիճակը այն է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ իրենց վերադարձի իրավունքը իրենց կարգավիճակի նկատմամբ։ Ինչ վերաբերվում է միջազգային խաղաղապահներին, որոնց մասին դուք հարցրեցիք, դրանք խաղաղապահներ են, որոնք ունեն խաղաղապահի մանդատ ՄԱԿ-ի կողմից տրամադրված։ Որ երկրների խաղաղապահներն են այդտեղ։ Չկան հիմա այնտեղ խաղաղապահներ։ Ձեր պատկերացմամբ, ձեր տեսլականում որ երկրներն են։ ՄԱԿ-ը տալիս է մանդատ եւ այն պետությունները, որոնք ուզում են այդտեղ իրականացնել։ Այստեղ մի հատ շատ կարևոր հարց կա, ինչպես է։ Դուք Ադրբեջանի մասին եք խոսում, ո՞նց եք իր հետ հարաբերվելու, այս ձեր ասած հարցերը առաջ տանելու համար։ Դուք գնացիք, միջազգային հարթակում ասացիք, դե Արցախը մերն է, մեր տիտղոսն է, եւ դրանից բացի պիտի այդ մարդկանց իրավունքները պաշտպանվեն, նրանք պիտի վերադառնան, իդեպ Հայաստանի քաղաքացիության կարգավիճակով ներքո պիտի վերադառնան, ու Ադրբեջանը ձեզ ասում է ոչ։ Ինչ եք անում դուք։ Շատ լավ։ Նայեք, նախ առաջինը մենք չպետք է հրաժարվենք մեր իրավունքից Արցախի եւ ոչ միայն Արցախի նկատմամբ, որը առաջարկում է այս իշխանությունները, որովհետեւ եթե դու իրավունքից հրաժարվում ես, ժամանակին ամենայն հայոց բանաստեղծը հայոց պատմությունը մեկնաբանելով ինչ էր ասում, երևի կարելի է փոխանցել դա այս իշխանություններին։ Այ դու կկու, հիմար կկու, ձակիդ աղվեսին չտաս։ Մեկին տվեցիր, մյուսն էլ ուզելու։ Մենք եթե հիմա եւ մենք տեսանք այսօր Արցախը այս իշխանությունները հանձնեցին, ծնվեց արևմտյան Ադրբեջան տեսլականը։ Պահանջում են Սյունիքը, պահանջում են 300,000 Ադրբեջանի ճակերտավոր վերադարձ եւ այլն։ Այսինքն, եթե մենք լսենք Թումանյանի խրատը եւ չգնանք այդ ճանապարհով, չհրաժարվենք իրավունքներից, մենք հիմի Սյունիքի վտանգի առաջ ո՞նց է վերադարձնել այդ իրավունքը, պարոն Սաֆարյան, ինչ առաջին հերթին մենք չպիտի հրաժարվենք իրավունքից պահպանելով մեր իրավունքը։ Ո՞նց եք դա պահպանում։ Գետնի վրա իշխանություն ձերն է, ո՞նց եք պահպանում այդ իրավունքը։ Ինչ եք անում։ Իրավունքը չես հանձնում, չես ստորագրում որևէ փաստաթուղթ, որտեղ գրված է սովետական Հայաստանի իրավահաջորդությունը, հանում ես իմ կողմից նշված միջազգային փաստաթղթերը եւ դնում ես սեղանին։ Ինչ վերաբերում է արդեն ու բոլորը ընդունում են այդ փաստաթուղթը դրված սեղանին ու մեր կողմից են բոլորը շարժվում։ Նայեք, եթե այդ հարցն է տրվում, հակընդդեմ հարց, երբ են ընդունում, հաջորդ օրը, հաջորդ րոպեին, հաջորդ դարում, հաջորդ 50-ամյակում։ Եթե Ադրբեջանը դրան չի համաձայնվում, դուք հրաժարվում եք ստորագրություններից, փաստաթղթերից, դա պատերազմական սցենար է, թե ոչ։ Դա պատերազմը կանխելու սցենարն է, եթե դու իրավական գործ։ Բայց եթե դուք տարածքային պահանջ ներկայացնեք Ադրբեջանին, ինչ պիտի Ադրբեջանը անի։ Դուք հարց եք տալիս եւ չեք սպասում պատասխանին։ Դուք պահանջ չեք ներկայացնում, դուք իրավունքը, որը ձերն է, մերն է։ Ադրբեջանը կասի իրավունքն է։ Շատ լավ, Ադրբեջանը հենց այդպես էլ ասում է։ Հիմա նայեք, երբ որ դուք հարցնում եք, իսկ Ադրբեջանը այդ պարագայում նահանջելու է, այստեղ հարց է առաջանում, երբ մենք առաջարկում ենք իրավունքը պահպանել, դնել բանակցային սեղանին, մտնել միջազգային հարաբերությունների մեջ, որովհետև պետությունը դա սուբյեկտ է, որը մտնում է միջազգային հարաբերությունների մեջ։ Եվ այդ միջազգային հարաբերություններում, այդ թվում նաև միջազգային ճնշումների միջոցով X ժամանակի ընթացքում դա պարզ է, որ մի օրում չի լինելու։ Հարկադրել Ադրբեջանին նահանջել։ Սակայն այս ժամանակի ընթացքում եւ առհասարակ չհանձնել իրավունքը, որովհետեւ եթե դու իրավունքը հանձնեցիր, դու հարցը փակում ես։ Եթե մի հարցը փակեցիր, մի ձագը կկուն տվեց, ինքը գալու է երկրորդի հետ։ Լավ, վերջին հարցը ունենք 2 րոպե ժամանակ։ Սոցիալական որևէ ծրագիր դուք առաջարկում եք թե ոչ, եւ եթե առաջարկում եք, ինչպիսին է դա։ Մի կետով մենք առաջարկում ենք սոցիալական պաշտպանություն բոլոր խոցելի ուրեմն խավերին, հիշեցնեմ, որ այս իշխանությունները կիրառեցին մի ուրեմն հնարք եւ բազմաթիվ հաշմանդամություն ունեցող մարդկանց ուրեմն զրկեցին հաշմանդամության կարգից հազարավոր մարդկանց, այդ թվում նաև վիրավորում ստացած զինծառայողների եւ համապատասխան պաշտպանությունից, այս ամենը մենք վերականգնելու ենք, նաև իհարկե թոշակառուներին, հաշմանդամներին եւ սոցիալական համառոտ, այո, սոցիալական այլ շերտերի պաշտպանություն։ Նաև մենք առաջարկում ենք վերանայել այն համակարգաստեղծ կետերը, դա կոմունալ ծախսերն են, որը մենք առաջարկում ենք իջեցնել, քանի որ համարում ենք, որ նրանք ավելորդ ուռճացված են եւ իշխանությունները այդ ուղղությամբ ոչինչ չեն անում, ինչպես նաեւ ստեղծել են մոնոպոլիաներ որոշ ոլորտներում, որտեղ մոնոպոլը գործում է իր կամքով։ Եթե այսպես կարճ պիտի այդ ամբողջ սեգմենտը մենք ներկայացնենք, ապա այս երկու կետը
Եկետո բավարարենք, եթե ժամանակ ունենք, կարծում եմ կարող ենք կետերը շատացնել։ Ցավոք սրտի։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցակիցս ազգային ժողովրդավարական Բևեռ կուսակցության падգամավորի տեխնացու Գևորգ Սաֆարյանն էր։ Կհանդիպենք։